Փոլին բզիկությունը զարմանալի օրեն խելացի է, ջարբիկ է, դպրոցի մեջ միշտ անուն առած էր, որ գերքեր գներ even բզիկությունեն այնադեն։ Փոխադրվեցանք 1961-ին Քուվեյթ։ Քուվեյթ փոլը գնաց հայկական դպրոց, որ այնադեն ուներ maybe 20 աշակերտ or so փոլանոցը մեկն էր եւ սիրված էր փոլոր բարոններեն եւ օրիորդներեն եւ միշտ ամենուն գնստեր եւ գերքեր Առաջ անգամ Լիբանանը մորաքրոջս տանն եմ հանդիպել Փոլին, որ մորաքրոջան հավաքույթ էր, նստած էինք եւ ես գիտար կար երգում էի։ Ինձ ծանոթացրեցին սկզբից, որ ծանոթացի մեր այստեղի երգիչներից են։ Ծանոթացանք վերջում խնդրեցին իրեն, որ Փոլ մի բան էր դու երգի, ես որպես հիշում եմ, ասեց աստղային քովը ես ինչպես հիմա երգեմ իրեն երգելուց հետո, ասին նայ ամեն մարդ մի ձևի երգում, ամեն մարդ իր շնորհք ունի, իր տաղանդ, ինքը այդտեղ երգեց առաջի անգամ եւ ես իր երգը լսել հետո զարմացա, որ ինչպես սենց մի երգող, որ այդքան տաղանդ ունի, այդքան շնորհք ունի, հանկարծ ինչ-որ ամաչում եմ ամոթ զգում, ասենք ուրիշ մի հատ երգիչը մոտ երգելու համար։ Միշտ երազը սեղած էր հայկական երգիչը լամ, այսինքն փոքր տարիքից փախտ ունեի, փախտավոր էի, միջոցները գտած էի, որ օդար լեզու երգելով ուրիշ քաղաքներ կճամփորդեի, անշուշտ որ հայկական երգերն ալ մեջը թեր ուներ, ուրիշ երգիչներու երգեր կերկեի, բայց միշտ երազը սեղած էր հայկական երգիչը լամ։ Սիրո երգերը դժբախտաբար միշտ տխուր երգեր կլան, որով սիրո մեջ եթե չի ցավիս, չի տանջվիս, չսկաս կյանքիդ ու մարմինիդ վրա, սիրտդ աղջս է։ Ինին եւ եղբորս ավակներում, մեր ավակներում, մեր աբակասերունքին ուրախության օրն է, սուրբ օրն է, լրե դրած, համը խոսիմ, առաջ խոսիմ վերցում խոսիր։ Բաբային մի հարկես յանքի մեջ, լավ բան է արքանդը, ճիշտ է որ Ամերիկա գաբրիք, բայց ուրեմն, ես սակայն ասեմ, որ ինչ որ գմախտեմ իմ զավգիս, կամ եղբորս զավգի, ավելի պապուկ մաղթակներով ալ բոլորիս կոմ է, մեր Բաղդադյան ընանեկի կոմ է, ծեր բոլորին, ծեր հարազատներուն, ծեր զավակներուն, ծեր աբական սերոնթին հաճողություն լա, արևշադություն լա, և աստուծո արևը միշտ ձեզ եղել լա։ Ինքն է, որ գուզեր ընգերը լանք ավելի, բայց նույն ադեններ գար, որ հայրի բես խիստ կվարվեր, և ադեր, որ կիշմը ես չի հասկնար, որ ընգերս ես, հայրս ես, որ ինձի համար ինքը արդեն իմ փոքր ադենես ես բաբային երկրը լսել մեծեր եմ, սիրեր եմ, բաշներ եմ, ես բաբային իպր բաբա չէի նայիր, բայց ինքը միշտ կսեր ինձի, որ դղաս ես կու բաբա չեմ, ես կու ընգերդ եմ, բաբա կգանչեի, բայց մի անգամ գադագիցևով հայրիկ կանչեցի և նեղվեցավ, որդև ինքը հայրիկ պետք չեր լար այդ վարգյանին, կամ երբեք ինքը և ինձի եսավ, մամանա ներգա էր, որ ինձի հայրիկ չսես, ինձի պոր կանչե։ Մեր բզիգությունը իմ սիրած memory ըսամ, ամեն weekend հայրս գտեսնանք երկել հայգետրոն ուր որեն է, միշտ երկել որ միշտ ես և եղբայրս գտիրենք, երկել որ հայրուրատ հայ ժողովորդի համար, քեֆը լավ է, ադիգա բզիգությունն են մեր կյանքը rockstar-ի բզդիգությունը։ Ես իմ կարծիքն եմ ասում, որ Փոլը
յուրահատուկ անձնավորություն էր նախ իր մարդ տեսակով, Փոլը յուրահատուկ երգիչ էր, Փոլը ոչ մեկի նման չէր երգում, Փոլը երգում էր իր նման, իր ձայնով, իր ստայլով, իր խաղերով, իր ոճով, եւ Փոլից ինձ միշտ տպավորվել է բացի իր երգը, որ շատ սիրում եմ, իր օծանելիքի մի հատ հոտ ուներ, որ էրպորտում լինեի, որտե լինեի, այդ կզգայի, որ Փոլը գալիս է, եւ միշտ իրան տեսնելուց, ասենք որ հանդիպում էի միտեղ, ձերքին կար թխված, չգիտեմ, քաղցրեր են, կամ փախլավա, կամ միտեղ, որ այդում էր ինքս ձերքին միշտ այդ տպավորվել այն մոտ։ Մեր ընդհանուր առօրյայի մեջ միայն երկի իմաստով չէ։ Մի քիչիկ մայլևս սորվինք իրարու քաղցր խոսք ասել, իրարու լավ կողմերը տեսնել։ Գիտես մենք աշխարհի ամենագեղեցիկ ժողովուրդն ենք, ամենաաշխատասեր ժողովուրդն ենք, ամենաստեղծող ժողովուրդն ենք։ Միևնույն ժամանակ ալ ամենազորավոր քննադատող ժողովուրդն ենք։ Թող քննադատությունները շինի չլա, արժեքավոր լա, որ մենք այդ քննադատության մեջ մեր սխալը գիտնանք, որ շտկենք ավելի լավը փորձենք անել, անգից արկախ, եթե մի անկննադատել է բարձավես քննադատելու համար թող ամեն մարդ հայելի թիմած կենա իրեն տողնայի, եթե հեչ հանցանք չունի, բոլորովին հոյակապ անձնավորություն է, իրավունք տողնային իրեն ուրիշին քննադատելու։ Իսկ եթե պիտի քննադատե, թող այդ ջուղին հասկնա, գաղափար տող ունենա։ Փոլը սիրահարված էր իմ դիգնոջս քրոջը, որը Անին էր։ Անին ինձ գլար իմ բզիկ քույրիկս։ Ամեն ցեվով ուրախացներ ամեն օր, միշտ միասին էինք։ Եվ որ Փոլը եկավ Ամերիկա, փախտ եղավ ամուսնացան։ Փոլի եւ Անի աշխարհի ամենը չկա որ իրավի աճակ դեսիրեին, եւ իսկավեսալ։ Միակ Փոլին եւ Անին սիգարետը դուր 24 ժամ, 40 ժամ խաղան նստի սերաներագես պահերին։ Շատ լավ էր, այդ գյանքը իրեն գրին ադի շարակ մնացել մեզի համար։ Անին զարմանալի օրյոքն էր։ Գհնարեր երկեր, եղանակներ, մենք երբ որ միասին լայնն եւ Փոլին հետ կխոսեր եւ գսեր ասի այսպես են, այնպես են։ Բավական Անին Փոլին գրնակ էր միշտ, Փոլին շատ կսիրեր, միշտ գրնակ կեցած էր։ Նույնիսկ գազեմ քանի մայ երկ Անին գրած էր Փոլին երկերան։ Անին ես տեսել եմ բարանդեսներին, բաներին, միշտ առաջի գիծի վրա, միշտ ինչպես հայ մի պարկեշտ իր ամուսնի կողքը կանգնի, իր տապուր ժամանակներին, դժվար ժամանակներին, գործի ժամանակներին, Անին այդ աղջիկն է մնացել իմ հասկացության մեջ։ Աշխարհում սիրել եմ ես, իմ անգին իմ լուսերես, մինչև երբ, մինչև երբ, իմ սիրտը պիտի այրես։ Ասածներից երկու զավակ տվավ, Փոլ եւ Քրիստոֆոր, շատ բարի զավակներ ունեցան իրենց իսկապես։ Ունեցան երկու զավակներ։ Փոլիգը, որ անունը դրի Փոլին անունին համար, եւ Քրիստոֆորը, որբեսի գուսակցական երդասարդն է ասելով Քրիստոֆոր Ռոստոն Զավարյանի շարագով դրավ իր անունը։ Փոլը իմ մենց սերս է, իմ կյանքիս սերն է եւ նրա համար Փոլից հետո ես իմ կյանքից մեջ հիմա առայժմ ոչ մեկ չեմ ունեցել Փոլից հետո։ Ես Փոլին ծանոթացա 1983 թիվներ Լիոն էինք, ես Ֆրանսիայի էի ապրում այն ժամանակ, Լիոն մեկնեցինք, Լիոն մեկ ժամ է Վալանսից, քույրիկներովս գնացինք եւ առաջին անգամ ինքը այնտեղ ելույթ էր ունենալու։ Վերջը հանդիպեցինք համերգից վերջը, այդպես ծանոթացա, այդպեսով մենք երկուսով երբ որ խոսում էինք, մի քանի վայրկյան ամեն անգամ երբ որ տեսնվում էինք, այսպես կարծես թե ավելի մոտ էինք, մոտիկանում էինք միասին, ավելի այսպես իրարու ավելի հասկանում էինք, ավելի այո միտքերնից, սիրտերնից նույն ձևի, բայց ոչինչ որպես ինչպես ասեմ, ինչքան որ ինքը ամուսնացած էր Անիի հետը, եւ ես ամուսնացած էի իմ ամուսնի հետը, մենք երբեք իրարու հետ սիրո
ինչպես ասեմ, մենք իրարու հետ որպես գործ կաշխատեինք, որպես ինքը գուզեր, որ ես իրեն երգեր գրեի, ինքը տեսա, որ ես երաժշտության արվեստ, որպես արվեստ 1-2-ով կարող ենք միասին աշխատել, բայց երբեք ինձ համար ես ամուսնացել եմ իմ ամուսնից, իմ 3 զավակներով, շատ երջանիկ, ուրախ եւ կուզում էի, որ ես այդպես վերջանար իմ կյանքս, մինչեւ այսօր ես կարծեի, որ դեռ ես պիտի լինեմ իմ առաջին ամուսինիս հետ։ Մեր սերը սկսավ, երբ որ մենք բաժանված էի, ես արդեն երկուքս էլ տուն վարձեցի երեխաներուս հետ միասին, ես դուրս ելա, ինքը ինձ եկավ այդ ժամանակ եւ ինչպես ինձ ասեց, որ ես բաժանվում եմ այդ օրը, ուրիշ առանձին չէինք, գիտեին, այո, վկաներ կային, որ ես բաժանվում եմ իմ կնոջս հետ, իրարու հետ չենք հասկանում այլևս, այսպես, եւ մեր դրանից հետո, երբ որ ինքը Ամերիկա, երևի 1 տարի վերջը դեր սկսավ մեր սերը, մի անգամից չսկսավ էլ։ Այս գիշեր ես արվել եմ քո սիրով Սարեր խաղարել եմ քո սիրով Նրանք գնացինք ձերքը բռնեցի, երկեցի իր համար գիտարի տարել ես և ասի բոնյան պտի եսի, պտի վերջանեց, պտի անսնի ասի երկերն պատրաստ է իրար հետ պտի ձայնագրել խնդացինք, խոսացինք, աչքերը ծրած իրամոտից դուրս եկա, եթե վերջի տեսնելս իրեն։ Միչև իմ դիգինս չի գիտեր, ես որքան առանցին եղածադեն ես լացած եմ, գապիշած եմ, փոլը։ Մահեն 7 ամիս առաջ էր, լսեցի, որ լավ հանգիստս կար, որ և գեսորն վերջին էր ամեն ինչս կորձ տկեցի վարգյանին դեպի իրեն դու նկացի միասին նստեցանք, խոսեցանք քիչմը սիրտը բացավ ինձի, որ ես չէի սպասել, որ ասանք կլամ, գամանանքից կլամ ինչ կլա որ ինձի, ես իրենցի, որ պամուչունից լավ բիդի լաս, սագայն պոլիզ մելավ կիդեր, որ իր մարմինը չնտունից, որ այլևս ինչ-որ գան է, թժվար ճամփաներ աչել լավ, բայց բայկար ուներ։ Ջարմը տեխնիկ մը գտնան մեր ասկի մեջ իրարու սիրելը, իրարու լավը լալը, իրարու քաչալերելը, իրարու միան հանցանքները չի տեսնելը։ Մեկ խոսքով լավ մաղթեմ, հայես մտուն այո, քեզ մեր լավը չի գա, հոգիս ջիգերս ամեն ինչս քեզի համար պատրաստ։ Այսօր հոսնորեն, իրարու միան քարներ ենք, իրարու միան քեշ մաղթանք տանք, ով է որ, ինչ է որ, ծո հայ է, իր մեր լավը չի գա։ Իմ հայասկից, Հայաստանից համբերություն կմաղթեմ, որովհետև ուշ կամ գանու Հայաստան իմ երազներուս, իմ սրդիս մեջ ինչապ կպատկերացնեի, ինչապ իմ երդումիս մեջ հոգիս խոստացեր էի, ինչ է եղել պրոբլեմը, որ մենք չենք կրծած մեր երազները իղծեր իրականացնել, ադե, որ իրարու չենք սիրած, իրարու միշտ վնաս ասուցեր ենք, իրարու անտեպ զարմանալի նախանցմ ունեցել ենք։ Կարևորը կմնա, որ լա ընկերություն, լա հարաբերություն, լա նշանդուկ ամուսնություն։ Հայ աղջիկները միմիան հայ դղատներուն վրա աչք ունենան, որովհետև երբ որ նեղի կմնաս աշխարհի որ մեկ կողմնեսն է, երբ որ աղ կսես միմիան հայ երդասարդ ընկերդ է որ քեզի պիտի հասնի։ Եվ երբ որ գեղեցկության մասին խոսիս, կդառնաս 4 կողմ կնայիս բոլոր աշխարհի մեջ հայ աղջիկներեն անուշիկ աղջիկ չի կան, մեր հայ դղատներեն լավ ընկերներ չի կան։ Իմ միակ մտահոգությունս ադիվիդլա որ թող ինչ որ պիտլա մեր լավ կողմերով, վատ կողմերով մեր մեջը լա, իրարու մեջը լա, իրարու բռնենք, իրարու սիրենք, իրարու բարձրացնենք, ինչու՞ չէ, մենականի մեր նշանապանը կորզածենք մեր առօրյա կյանքի մեջ, բարձրանանք եւ բարձրացնենք։ Դադարկեր իմ կյանքը սրտիս մեջ սեր չկար Որտեղից դու եկա հոգուս մեջ դու մտար կյանքից լույսը
հարցար Ես նույնիսկ մահե չեմ վախնար, աստվածավախ տղա եմ, ինչ որ ճակատագիրի կհավատամ, ուրիշ ոչինչ։ Հիշատակներ սերս երկեմ քեզ համար Իշադակ կամ հիշադակներ փարը իանալի փար է եւ հիշելը ավելի անուշ բան է երբ որ մեկուն շատ կսիրես եւ կգործընծնես միշտ արժեքին կգիտնաս գործընծնել այդ վերջը ասիկա տասկլա մեր բոլորին որ միշտ ողջ եղածադենից ծիրենք իրարու հարգենք իրարու եւ միշտ միասին լանք աս եղբորս խոսքերն են Գուզեմ ասել, որ իր կյանքի մեջը ես որ միշտ միասին էինք, շատ կհիշեմ եւ ամենուն կպատմեմ, երբ որ ինքը Ամերիկա եկավ 1978-ին, անգեց քիչ մը վերջ ինքը սկսավ երգել Լուսայատնովա ռեստորանի մեջ, կհիշեմ ժողովուրդը պերնեպերան գլեցվեր ածրահի մեջ եւ դուրսը ադոր երկու անգամ ժողովուրդը կսպասեր որ ներս մտնեն Այդ ուրախ օրերը միշտ կհիշեմ եւ Գաբրիմ հետը որով ինքը այն օրերուն հիմը դրավ իր հաջողության անսահման երկերու դարածությունը Հիշատակներ սերս երկեմ քեզ համար Այսօր գհիշենք հայ երկաշխարի անզուգական անունները մեկը Փոլ Բաղդատլյանը, որում մահվան 15-րդ դարելիցն է։ Սիրելիներ, ժամանակը գանցնի, բայց կան մարդիկ, որոնց ցայնը, արվեստն ու մարդկային նկարակիրը երբեք չեն մոռցվիր։ Փոլ Բաղդատլյան անոնց մեկն էր։ Ինձի համար այս հիշադակը ունի նաև անձնական արժեք։ Դարիներ առաջ Լիբանանի մեջ առիթը ունեցա իր հետ ունենալու բացառիկ եւ անտրանիկ հարցազրույցը։ Այդ հանդիպումը ինձի համար բարձ լրագրողական աշխատանք չէր, անթարցավ անմոռանալի հիշադակը, որ մինչև այսօր ջերմությամբ կբահբանեմ սրտիս մեջ։ Փոլը իր բարձությամբ համեստությամբ եւ անմիջական վերաբերումով խոր դպավորություն ցկեց վրաս։ Անոր խոսքերը, ժպիտը եւ արվեստի նկատմամբ ունեցած անկեղծ սերը կվկայեին, թե որքան մեծ մարդ էր Փեմեն դուրս եւս։ Փոլ Բաղդատյան բարձաբես երկիչ մչեր։ Ան համայն հայության կողմէ ջանցված էր որպես սիրային երկերու թագավորը։ Իր յուրահատուկ ցայնով եւ սկացական մեկնաբանությամբ ան սիրո երգը վերածեց ապրումի, հուշի եւ սկացումի։ Անոր երգերը մտան հայ ընտանիքներու կյանքի մեջ եւ դարձան սիրո, գարոդի ու հույսի անբաժան մասը։ Այսօր իր մահվան 15-րդ տարելիցին գխոնարինք անոր հիշադակին առջև երախտագիտությամբ հիշելով այն մեծ ժառանգությունը զորցկեց հայ երկարվեստին։ Թեև Փոլը այլևս մեզի հետ չէ, բայց անոր ցայնը կշարունակե ապրիլ, հնչել եւ միացնել սերունդները։ Անցնապես ամեն անգամ որ գլսեմ անոր երգերեն մեկը Ագամա կվերաթարնամ այդ անմոռանալի հանդիպումին Լիբանանի մեջ, ուր ջանցա ոչ միայն մեծ արվեստագետը, այլ նաև մեծ սիրտ ունեցող մարդը։ Հավիդյան օրտնությամբ մնա հիշադակը Փոլ Բաղդատյանին, իսկ անոր երգերը շարունակեն ապրիլ հայ ժողովրդի սրտի մեջ սերունդ է սերունդ։
Ավիշողությունները միշտ կմնա հողը ցեցեր թողել վրան։ Միշտ օրեն հանդիպում